Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախ օրվա թեմաները։ Ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի։ Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում նորից ընտրապայքար է մտնում նախկինների թալանը վերադարձնելու օրակարգով։ Դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են։ Ասենք տրնակ անձեցի, գույք էլի։ Ով է Փաշինյանին բերել իշխանության թեմայով Քոչարյան-Սարգսյան վեճին միանում է ինքը Փաշինյանը։ Ձեզ ով է ժամանակին իշխանության բերել, այ ընտրակեղծարար ուզուրպատորներ։ Սիրիայի իշխանությունները հայտարարում են, թե ավարտել են գործողությունը Լաթակիայում, 1000 մարդ է զոհվել։ Շատ մահկա, ամեն մարդ իրեն դունը նստեր է դուրս չելար։ Սպիտակ տան սկանդալից հետո վաղը հանդիպելու են Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Միացյալ Նահանգները կրճատեց USAID-ի ծրագրերի 83%-ը։ Երկրպագուների բողոքի ակցիաներից հետո ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի վաճառում Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը։ Ինչ-որ պրոցես է գնում այս մասով, պագուների ավանդական տեղերը արդյոք տրվելու են երկրպագուներին, բացվելու է երկրպագուների համար վաճառքը, թե ոչ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային վեճին, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, այսօր միջամտել է այս պատմության հասցեատերն անձամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից ֆեյսբուքյան իրար հաջորդող գրառումներով քաղաքական հակառակորդներին նույն հարցն է ուղղում, իսկ ձեզ առանց ընտրվելու ով տվեց իշխանություն։ Երկու կիսամարշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք, ձեզ ով է ժամանակին իշխանության բերել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած, այ ընտրակեղծարար ուզուրպատորներ։ Այս գրառումից կես ժամ հետո Փաշինյանը երկրորդ ստատուսը գրեց ու նախկինների հարցին ավելի հասցեական պատասխանեց։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Երկու պատասխանը գործադիրի ղեկավարը բավարար չհամարեց։ Կես ժամ հետո երրորդը հրապարակեց, արդեն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իշխանություն բերողների նպատակներին։ Գործադիրի ղեկավարը քաղաքական հակառակորդներին պատասխանում էր աշխատանքային ժամերին, արձագանքում օգտատերերի մեկնաբանություններին, դարձյալ թիրախավորելով նախկիններին։ Ընտրակեղծարար ուզուրպատորներ, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողները ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես։ Եթե ինքը ակնարկում է, որ անկախ չենք եղել, Ռուսաստանի տիրապետության տակ ենք եղել, կներեք հիշացնեմ, օրը քանի անգամ էր Նիկոլ Փաշինյանը ասում սպասիբա Վլադիմիր Պուտինին, ինքն է խոսում անկախությունից, հիմա էլ թռել է Թուրքիայի գիրկը, վաղ էսա Տրամփն ու Պուտինը կարող է ինչ-որ մի բան պայմանավորվեն, էլի գնա Վլադիմիր Վլադիմիրովիչին ասի, այ ցավը տանեմ, ես Պուշկինի ցավը տանեմ, Գրիբայեդովի ցավը տանեմ, Ստալինի ցավն էլ տանեմ, Օղորմաս պապի ցավն էլ տանեմ։ Հայաստանի անկախության ու լինել-չլինելու վտանգը հայ ժողովրդի գլխին կախվեց հենց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Վարչապետին հակադարձում է հանրապետական Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով Ադրբեջանի ղեկավարի պահանջները։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում իշխանության օրոք Ալիևը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից փոխել սահմանադրությունը, այդ ու նաև անկախության հռչակագիրը։ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագրի հերը անիծում է, ինքը կռիվ է տալիս Հայաստանի Հանրապետության գաղափարական հիմքերի հետ։ Գաղափարական հիմքերը դա սահմանադրությունն է եւ անկախության հռչակագիրը։ Ով է խոսում անկախությունից։ Նիկոլը, որ ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետությանը, որը Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ պետություն է, կանոնել հայտարարել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Դա ասում է մեկ Իլհամ Ալիևը, մեկ Նիկոլ Փաշինյանը։ Ես համաձայն եմ, որ ինքը տեղապահ է, ուղղակի Ալիևի ու Էրդողանի տեղապահն է ինքը։ Հայաստանի անկախության ու գոյության հարցերը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը երբ է քննարկվել։ Փաշինյանին հարցնում է նախկիններից Ռոբերտ Քոչարյանի որդին, ընդդիմադիր падգամավոր Լևոն Քոչարյանը։ Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է նայել անցած 91 թվից սկսած մեր պատմությունը։ Երբ է Հայաստանը հայտնվել
վտանգի տակ, երբ ունեցել կորուստներ ու այսքան զոհեր, դա 18 թվականից հետո է եղել հենց իր իշխանության ժամանակ։ Ընտրակեղծարարներ ու ուզուրպատորներ մեղադրանքին անդրադառնալով Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2017-ի խորհրդարանական ընտրությունները, ինչ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե կեղծվել էին ընտրություններն ու ուզուրպացրել էին իշխանությունը։ Ընդդիմադիր ելքդաշինքը, որի եռյակում էր Փաշինյանն ու հետո էլ դարձավ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ինչու փողոցում չէր կամ սահմանադրական դատարանում։ Չի վիճարկել ոչ փողոցում, ոչ սահմանադրական դատարանում 17 թվականի ուզուրպատորների ընտրությունները։ Նախկիների միջև այս հրապարակային վեճը սկսվեց անցած շաբաթվանից։ Երկրորդ նախագահի թևը ակնարկում է, թե Սերժ Սարգսյանը կարող էր կանխել հեղափոխությունը, բայց չի արել։ Ուղիղ չեն ասում, որ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերողը։ Երրորդ նախագահի թևից էլ ենթադրում են, որ այդ մեղադրանք թեզը երկրորդ գրասենյակն է շահարկում, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով։ Գյումրիում թեժացող նախընտրական կրակին 3 անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուղ լցրեց հայտարարելով, թե նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանը, նրա փեսան Ռոբերտ Քոչարյանն ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրապայքար են մտել թալանածը փրկելու համար։ 7 տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը պնդում է, հենց հիմա է հասել ժամանակը, որ նրանք ժողովրդին վերադարձնեն դիզած ունեցվածքը։ Մի խոստում, որ վարչապետը տվել էր նաև 4 տարի առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։ Գյումրիի երկու նախկին քաղաքապետերն արձագանքում են վարչապետի պնդմանը, թե այս ամիս կայանալիք ընտրություններին ինքնահայտարարագրվածները մեջբերեմ դուրս են եկել իրենց գողացած գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ ճակատամարտին։ Սամվել Բալասանյանն ու Վարդան Ղուկասյանն ասում են, Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտում, ուղղորդում դատարաններին։ Եթե ինքը նմանատիպ արտահայտություն է անում, նշանակում է ինքը ստիպում է դատավորներին եւ մնացածին, որ բացասական որոշում կայացնեն, այսինքն եւս մի ոչ ուրեմն դեմոկրատական ասեմ քայլ, որ անում է դատաիրավական ոլորտի նկատմամբ։ Միացյալ Նահանգներում գտնվող ու Գյումրիի պատմական Սևբերդի հողատարածքների ապօրինի օտարման համար մեղադրվող Սամվել Բալասանյանը գրավոր է պատասխանել վարչապետի մեղադրանքներին։ Սևբերդ ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից։ Այնպես որ Սևբերդ ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի հատիկ առ հատիկի կոնտենտ եւ հայտնվել Range Rover-ի կողքին։ Այդ անձը խոսեց վերջին բոյի մասին, ասեմ, որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սևբերդի դեմ։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը, որ երեկ Գյումրիում էր աջակցելու իրենց քաղաքապետի թեկնածուին, կուսակցական ելույթում, ինչպես նախորդ համապետական ընտրությունների քարոզարշավում, շեշտը դարձյալ դրել էր նախկինների ու նրանց ենթադրյալ թալանի վրա, անգամ գումարի չափ ու անուններ հնչեցրեց, թե ովքեր են պատրաստվել վերջին ճակատամարտին։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եթե մեկը հանձնել է ամբողջ Ղարաբաղը, Արցախ աշխարհը 14 թե 12000 քառակուսի մետր, ամենաթանկ հայոց ազգի Գանձասարն է հանձնել, Դադիվանքն է հանձնել, Ամարասն է հանձնել, եւ այդ ամեն ինչից հետո ինքը կարող է որևիցե մեկին ինչ որ մի պիտակ կպցնել։ Կոմկուսի ցուցակով ընտրապայքար մտած Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն վերագրվող պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի հարստացման մեղադրանքները։ Գլխավոր դատախազությունը նրանից ու հարազատներից պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, ավելի քան 222 միլիոն դրամ։ Մտավախություն չունի, որ վարչապետի հայտարարությունը իր գույքի բռնագանձման գործընթացը կարագացնի։ Ասենք բռնագանձեցին։ Իմ ինչս բան եղավ, որ ընդհանրապես է գույք էլի։ Եկուց որ մահացանք այդ գույքը հետ ներս ենք տանելու։ Մեր եկել ենք, մեր գնալու ենք։ Ես ենքան բան եմ կորցրել, ենքան բան եմ կդե, աշխատող տղեկ ենք։ Հետո խոմ Իրանով չէ, Իրանից հետո օրեր կան։
Իսկ վերջին ճակատամարտի մասին վարչապետի դիտարկման մասին ասում է. Ես չգիտեմ դե ինչ ճակատամարտի մասին է խոսքը, ես ճակատամարտից ընդհանրապես վերջին իր համար հավանական է, որովհետև եթե այստեղ ինքը պարտվում է, ուրեմն ինքը ամեն ինչ կորցնում է։ Մեղադրանքը չի ընդունում նաև Սամվել Բալասանյանը։ Անցած հոկտեմբերին նրա ու մտերիմների դեմ հարուցված վարույթից հետո Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքը առանց որևէ բացատրության հրաժարական տվեց, ինչի հետևանքով էլ ի վերջո երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Սամվել Բալասանյանն այդ իրադարձություններից մոտ կես տարի անց առաջին անգամ խախտում է լռությունը։ Իր ծավալուն արձագանքում անգամ քաղաքական հայտարարություն է անում, գյումրեցիներին կոչ անելով մեջբերեմ մասնակցել արտահերթ ընտրություններին -1 ձևաչափով եւ մերժել ազգին սև ու սպիտակի բաժանած խմբագին ու նրանց դրածոյին։ Մեջբերման ավարտ։ Այս հայտարարությամբ պատասխանն էլ չուշացավ։ Թեև Բալասանյանն ու նրա մերձավորներն այս ընտրություններին չեն մասնակցում, բայց Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդեց, թե Բալասանյանը եւս ընտրապայքարում է։ Նույն ոճով, նույն սկզբունքներով եւ նույն նպատակներով, ինչպես այս ընտրություններին սեփական դեմքերով չմասնակցող նախկին նախագահները։ Իսկ Վարդան Ղուկասյանը դիմում է Գյումրվա հին առածի օգնությանը։ Ըստ հավատքիքում եղիցի քեզ եւ ասենք ինչ բրտես չանաղը դեն կուկա գդալ այդ գյումրեցի 20 օրեր էլ էս քո դեմը պետք է Աստված բերե անպայման։ Հայաստանը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերջին տարբերակին, որ 2 շաբաթ առաջ ստացել էր Ադրբեջանից։ Հայտնի է, որ երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Ադրբեջանը պահանջում է հրաժարվել միջազգային ատյաններում դատական հայցերից եւ սահմանից հեռացնել երրորդ ուժերին, այս դեպքում Եվրամիության դիտորդներին։ Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ է պատմել թիմակիցներին։ ՔՊԱ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր հրաժարվեց խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպումից մանրամասներ հայտնել։ Այն հաղորդագրությունը, որը այժմ կա, դրանից ավել կարծում նպատակահարմար չէ ինֆորմացիա տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների եւ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ քննարկումը նախաձեռնեց Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթի 12-րդ խմբագրումը ստանալուց հետո։ Շուրջ 3.5 ամսվա լռությունը ադրբեջանական կողմը խախտեց մոտ 2 շաբաթ առաջ, պատասխանելով Երևանի առաջարկներին։ Միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելու եւ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետերը սակայն մնում են չհամաձայնեցված։ Հայ պաշտոնյաները մտադիր են սեղմ ժամկետում պատասխանել Բաքվին։ Իշխանությունը կվերանայի այս կետերի վերաբերյալ դիրքորոշումը։ Արտաքին հարաբերությունների իշխանական անդամը ասում է. Եթե ամբողջությամբ նույնը պետք է մնա, տրամաբանական է, որ պատասխանով հանդես գալը դառնում է անիմաստ։ Միջազգային ատյաններից հայցերի հետ քաշմանը հայկական կողմը դեմ չէ։ Այսօր էլ Հասմիկ Հակոբյանը շեշտեց. կարևոր է, որ իրավական վեճերը դադարեցնելուց հետո նույն հարցերը կողմերը չդարձնեն էսկալացիայի աղբյուր եւ առանձին անհատներ հնարավորություն ունենան հետապնդել իրենց հայցերը։ Սա այն լուծումն է, որ Երևանն առաջարկել է, իսկ Բաքուն մերժել։ Կա արդյոք պահանջ դա անել միջև պայմանագրի ստորագրումը եւ հայկական կողմը պատրաստ է նման սցենարի։ Սա զուգահեռաբար իրականացվող գործընթաց է եւ ցանկացած դեպքում, եթե ունենանք որևէ հարցի շուրջ համաձայնություն, բնականաբար դա այսօր չենք իրականացնի, քանի որ խաղաղության պայմանագիրը պետք է շատ շոշափելի լինի եւ տեսանելի լինի, որ ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Հայաստանն ըստ իշխանական պատգամավորի պատրաստ է ճկունություն դրսևորել նաեւ չհամաձայնեցված մյուս սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետի շուրջ։ Թե այդ ճկունությունը ինչպես կդրսևորվի, Հակոբյանը չմանրամասնեց։ Այստեղ հայկական կողմը առաջարկել էր դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջական սահմանազատումից հետո նրանց առհասարակ դուրս բերել։ Սա Երևանի համար սկզբունքային մնում է։ Այժմ ունենք հողի վրա դիտորդներ եւ դիտորդները ունեն ժամկետներ։ Առաջիկայում բանակցությունները ինչքան կտևեն, ինչ եզրահանգման կգանք, ինչ որոշում կունենանք, դա լուծելու ինչ ժամկետներ կունենանք, այս առումով ճկունություն պետք է դրսևորել։ Խաղաղության պայմանագրի ստորագրման մշուշոտ հեռանկարի պայմաններում Բաքուն այժմ էլ հաշտեցման համար նոր առաջարկ է անում, համագործակցել Ադրբեջանում ընթացող հայ գերիների դատավարության հարցով եւ այդ երկրին հանձնել մեջբերեմ ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ում
Հայաստանում անունը եւս Բաքուն այդ ցանկում շրջանառում է, հայկական կողմի լրությունը կասկածելի է համարում։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնան նման քայլերի, ապա եւս մեկ անգամ իրենք կապացուցեն, որ իրենք ունեն կուլիսային պայմանավորվածություններ եւ այդ ամեն ինչը նրանից է, որ իրենք պարտադրանքի ճնշման ներքո են Ադրբեջանի, իրենց թվում է թե լռելով իրենք այսպես հասնելու են նրան, որ Ադրբեջանը ստորագրի այն փոքր կեղծ փաստաթուղթը, որը իրենք կարող են նաեւ օգտագործել մեր քաղաքական կյանքում։ Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր պնդեց նման պահանջ բանակցություններում Բաքուն չի ներկայացրել։ Իսկ ինչու հայկական կողմը չի պատասխանում հրապարակային հնչեցվող այդ պահանջին։ Իշխանական պատգամավորը կրկնեց բանակցությունների ձևաչափում նման քննարկում չկա։ Խաղաղության պայմանագրի հեռանկարին է անդրադարձել արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանում ելույթ ունենալով համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Ցավոք մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ եւ նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ, ներառյալ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Միևնույն ժամանակ դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է պահվող անձանց ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում, անտեսելով մարդու իրավունքների չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման եւ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման։ Չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այս գործընթացին։ Միջազգային լրահոսից Սիրիայի իշխանությունները հայտարարում են, թե ավարտել են ռազմական գործողությունը տապալված նախագահ Ասադի մնացորդների դեմ 1000-ից ավելի մարդ է զոհվել, մեծ մասը խաղաղ բնակիչներ, ընդ որում ըստ կադրերի նոր ռեժիմի ուժայիններն են կրակել մարդկանց ուղղությամբ։ Սիրիայում ավելի քան 1000 մարդ է զոհվել նոր կառավարության ու անցած տարեվերջին տապալված Բաշար Ալ-Ասադի հավատարիմ ուժերի միջև անցած շաբաթավերջից սկիզբ առած բախումներում, հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունը։ Զոհերի թվում ըստ նույն աղբյուրի 745 խաղաղ բնակիչ կա։ Նրանց գերակշռող մասը Ասադին աջակցող ալավիների համայնքից էին։ 7 տարեկան տղայիս համար ուտելիք էի տաքացնում պատուհանի մոտ։ Հանկարծ բարձրահարկ շենքերից կրակոցներ արձակեցին։ Նրանք կրակեցին մեզ վրա։ Մի փամփուշտը դիպավ ձեռքիս, սկսեցի արյունահոսել։ Պատմում է Լաթաքիայի բնակիչը, քաղաքի շտապօգնության բաժանմունքի ղեկավարն էլ ասում է. Հարձակումը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտակայքում գտնվող շենքերից, դրանից մի քանիսը կիսակառույց ու լքված շենքեր էին։ Երևում է, որ հարձակվողները մտել են դատարկ շենքեր եւ կրակ բացել հիվանդանոցի վրա։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան 3 խաղաղության կոչ արեց, խոստացավ պատժել քաղաքացիական անձանց արյունահեղության մեղավորներին։ Նա միաժամանակ ոչինչ չասաց իր անվտանգության ուժերի մասին, որոնք ըստ տեսանյութերի կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մենք կանգնած ենք նոր վտանգի առջև, նախկին ռեժիմի մնացորդներն ու նրանց հետևում կանգնած արտաքին ուժերը նոր հակամարտություն սադրելու ու մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք չենք հանդուրժի տապալված ռեժիմի մնացորդներին, ովքեր հանցագործություններ են կատարել մեր զինված ուժերի եւ պետական հաստատությունների դեմ։ Նրանք միայն մեկ ընտրություն ունեն՝ անհապաղ հանձնվել օրենքին։ Ասադի իշխանության տապալումից հետո սա Սիրիայում ամենազանգվածային մահաբեր բախումներն են։ Մենք երբեք նման բան չենք տեսել ալավիների սպանությունների ցնցող տեսարանների մասին BBC-ին պատմել են սիրիացիները։ Բանյաս քաղաքի ալավիներով բնակեցված հայ Ալաքոսուրի բնակիչներն ասում են, փողոցները լցված են դիերով։ Ականատեսը պատմում է, տեսել է իրենց տներում սպանված ընտանիքների, ինչպես նաև առնաշաղախ կանանց ու երեխաների։ Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։
Ալավիները Սիրիայի բնակչության մոտ 10%-ն են կազմում։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներն են։ Տապալված նախագահ Բաշար Ալ-Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։ Մենք ուզում ենք վերականգնել մեր երկիրը։ Մենք արյունահեղություն չենք ուզում ոչ մեր կողմից, ոչ էլ նրանց, քանի որ դա ոչինչ չի փոխի։ Կան մարդիկ, ովքեր շահում են պատերազմից եւ չեն ցանկանում, որ Սիրիան վերականգնվի։ Նրանք շահում են, մինչդեռ երկու կողմերի խաղաղ բնակիչները տուժում են։ Բայց մենք խաղաղություն ենք ուզում եւ ուզում ենք, որ մեր երկիրը վերականգնվի։ Այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ռազմական գործողություններն ավարտվել են։ Գերատեսչության խոսնակը հաղորդել է, որ պետական հաստատությունները կարող են վերսկսել իրենց աշխատանքը, հավելելով, որ ծրագրեր ունեն շարունակել պայքարը մեջբերում նախկին իշխանությունների մնացորդների դեմ եւ վերացնել ապագա սպառնալիքները։ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին։ Վաշինգտոնը միաժամանակ աջակցում է երկրի կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին, ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ Եվրամիությունն էլ ընդգծել է քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում համաձայն միջազգային հումանիտար իրավունքի։ Իսկ Սիրիայի նոր իշխանության թիվ 1 դաշնակից Թուրքիան էլ կոչ է արել մեջբերում թույլ չտալ, որպեսզի նման սադրանքները վտանգեն խաղաղությունը։ Բախումների թատերաբեմ Լաթակյան Սիրիայի հայաշատ շրջաններից է, տեղական աղբյուրները հաղորդել են, որ զոհերի թվում 2 հայ կա։ Ապստամբների իշխանության գալուց հետո հայ համայնքում անհանգիստ են քրիստոնյաները, կարող են հայտնվել թիրախում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդել անցած շաբաթվանից Լաթաքիայում ծավալվող արյունարի իրադարձությունների հետևանքով հայերի շրջանում կան արդյոք զոհեր եւ վիրավորներ, արդյոք վտանգված են Սիրիայում ապրող հայերը։ Ազատության հարցումները առայժմ անպատասխան են։ Սիրիայում Հայաստանի դեսպանատնից էլ որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Դիկապրիկ արտաքին գործոս նախարարության հետ մամուլի բաժինը։ 2 օր առաջ սակայն Հալեպում լույս տեսնող Գանձասար պարբերականը տեղեկացրեց, որ Լաթաքիայի մուտքի մոտ 2 հայ, հայր եւ որդի Անտուան եւ Ֆատի Պուտրոսներն են կրակոցների զոհ դարձել։ Տարիներ առաջ Լաթաքիայից Հայաստան տեղափոխված Հակոբ Ալթունյանը կապի մեջ է ընկերների, բարեկամների հետ։ Պատմում են, վախի մթնոլորտ է։ Լսել են արդեն, որ ավելի քան 1000 մարդ է զոհվել, 700-ից ավելի խաղաղ բնակիչ, Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների, անվտանգության ուժերի եւ տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև։ Շատ վախ կա, կմտան ամեն քիչեր իրենց սուգմանի տակեն եւ ով խոսի գերտան իրեն կկերեն։ Ամեն մարդ իրեն դունն ստերը դուրս շելար, բախնում են դուրս շելան եւ բախնում են հերախոսով խոսին ու շատ դժվար է իրենց վիճակը մենք չեմյան հայերու համար, մեր ամեն ժողովուրդը ոնց բաժե իրենց վիճակը, քրիստոնյաները վադեն Լաթաքիայում թաքնված ընկերներից արաբերեն ձայնագրություններ է ստանում, որտեղ պատմում են, թե ինչպես են պատսպարվում հարակից անտառներում, անվտանգության նկատառումներով անուններ չենք նշում։ Հարձակվել են, տանկերով մտել են գյուղերը, կրակում են, այս պահին մեր գյուղում են, մինչ այդ լսել էինք, որ կողքի գյուղում 233 հոգու սպանել են, մեր գյուղում են, մենք էլ անտառի մեջ ենք, չգիտենք ինչ անել, լսել ենք, որ տներ են վառել, չգիտենք ով է ողջ, ով մեռած, հեռախոսից մեջ լիցքավորումը քիչ է, այլևս խոսել չեմ կարող։ Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին 3 չեղարկել էր կիրակնօրյա պատարագը։ Լաթաքիա քաղաքից 59 կիլոմետր հյուսիս գտնվող Քեսաբում էլ զգուշավոր են, բայց փորձում են խուճապի չմատնվել։ Հայաստանում բնակվող Դալի Դակահեջյանը 3 էր զրուցել Քեսաբում բնակվող դստեր հետ։ Լույս չունին, ճողոցները փակ է, եկեղեցիները փակ է, բայց 3 առավոտ եկեղեցին բادرակ եղած է, ընդհանուր առմամբ ծրոցը փակ է այսօր։ Քանի օր է փակ են արդեն, Քեսաբի մեջ բան չի գա։ Իսկ իրենք ասում են, որ մտածում են դուրս գալու մասին կամ Լաթաքիայի լուրերը մտահոգության պատճառ դառնում են նաև իրենց համար։ Իրենք մտածում են դուրս գալու համար, բայց իրենց պասպորտները ներկայիս պատրաստ չէ, իրենք 2 ամիս առաջ իջան Հալեպ արդեն, իրենց պասպորտները հայկական նորոգելու Եվ ընդհանրապես այդ սիրիական պասպորտներն ալ ժամկետը լրացած է, պետք է որ անոնգալ թիմեն արդեն,
ուղղակի պետք է Դամասկոս իջնան որդիմեն։ Հիմա իրենց համար խնդիր է, քանի փաստորները պատրաստ չեն։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ տապալվեց Բաշար al-Ասադի ռեժիմը, նոր իշխանությունը վստահեցնում էր, թե ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն։ Ալավիների հետ տեղի ունեցածից հետո այժմ հայ համայնքում շատ զգուշավոր են, շատերը հրաժարվում են հարցազրույցներից։ Հայաստանի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից Ազատությանը փոխանցեցին, որ Սիրիայի հայերի տարհանումը այս պահին անհնար է անվտանգային պայմաններից ելնելով։ Սպիտակ տան սկանդալից հետո վաղը վերջապես հանդիպելու են Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Վաշինգտոնը Կիևի եւ Մոսկվայի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ է պատրաստել, չթաքցնելով, որ այդ թվում եւ տարածքային զիջումներ է ակնկալում Ուկրաինայից։ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների վաղը նախատեսված հանդիպումից առաջ Ռուսաստանը մի քանի գյուղ է հետ վերցրել Կուրսկի շրջանում։ Ուկրաինայի արևելքում էլ նոր բնակավայրեր գրավել։ Ըստ չհաստատված տեղեկությունների նրանց հաջողվել է Սուջայում չշահագործվող գազատարի միջով անցնել ուկրաինական զինուժի թիկունք, արդյունքում ուկրաինացի հազարավոր զինվորներ կարող են շրջափակման մեջ հայտնվել։ Նրանց մի մասը զրկվել է մատակարարման ուղիներից, Ազատությանն ասել է ռազմական փորձագետ Յան Մատվեևը։ ВСУ довольно быстро и практически без сопротивления, видимо, отошли из 3 крупных сел, которые до этого удерживали. Ռուսական զինված ուժերը շարունակում են Սուջան հետ վերցնելու փորձերը։ Սոցցանցերում տարածված որոշ տեսանյութեր ցույց են տալիս, որ քաղաքի համար մարտեր են ընթանում։ Սուջայի մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր վերջին օրերին արդեն անցել են ռուսների վերահսկողության տակ։ Տպավորությունն է, որ ուկրաինական զորքերը լքել են դրանք առանց կռվի։ Я думаю, это указывает на то, что украинская армия в целом готова к выходу из Курской области. Ըստ արևմտյան լրատվամիջոցների վաղվա հանդիպումից առաջ ուկրաինական ուժերին Կուրսկից դուրս մղելով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքները սակարկելու հնարավորությունից։ Նախորդին Fox News-ի լրագրողը Միացյալ Նահանգների նախագահից հետաքրքրվել է, «Ված չի զգում այն փաստից, որ ԱՄՆ ռազմական աջակցության դադարեցումից հետո Ուկրաինան կարող է չդիմանալ պատերազմին»։ Թրամփի պատասխան պնդել է. «Ուկրաինան այսպես թե այնպես չէր կարող դիմակայել»։ Well, it may not survive anyway, but we have some. Այս պատերազմը չպետք է լիներ, սակայն տեղի ունեցավ, այնպես որ հիմա մենք խրված ենք այս խառնաշփոթի մեջ։ It was not going to happen, that war, and it happened. So now we're stuck with this mess. Թրամփը կրկին պնդել է, որ իր առաջնային խնդիրն է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ հույս հայտնել, որ վաղը կայանալիք հանդիպմանը Զելենսկին ցույց կտա, որ պատրաստ է գնալ խաղաղության։ Նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ ասել է, թե Վաշինգտոնում հուսով են նաեւ ուկրաինական հազվագյուտ մետաղների համատեղ շահագործման գործարքը կնքել։ Ցանկանում եմ, որ նրանք այս պահին խաղաղություն ուզեն, այս պահին նրանք այդ ցանկությունը չեն ցուցաբերել այնքանով, որքանով պետք է, սակայն կարծում եմ կանեն, ըստ իս դա պարզ կլինի առաջիկա 2-3 օրերին։ Ամերիկացի երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով Reuters-ին ասել են, որ վաղվա հանդիպմանն ԱՄՆ-ն ցանկանում է պարզել պատրաստ է Կիևը զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու դիմաց եւ լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո։ Դու չես կարող ասել ես խաղաղություն եմ ուզում ու միաժամանակ մերժում եմ որևէ հարցում զիջումների գնալ, ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ ԱՄՆ նախագահի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, NBC News-ին ասել է, թե Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը վերականգնելու դիմաց Զելենսկին հրաժարվի Ռուսաստանի կողմից արդեն գրավված տարածքներից, ընտրություններ անցկացնի, հավանաբար նաև հեռանա պաշտոնից։ Ուկրաինան իր հերթին բանակցություններում պատրաստվում է առաջարկել հրադադար օդում ու Սև ծովում։ Հանդիպումից առաջ այսօր Ուկրաինայի նախագահը կրկին պնդել է, թե Ռուսաստանն է խաղաղության միակ խոչընդոտը։ Անցած օրերին ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով առնվազն 50 մարդ էր սպանվել։ Այս հարվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նպատակներն անփոփոխ են գրել էր Զելենսկին։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի առաջին իսկ վայրկյանից եւ մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով։ Կիևի ու Վաշինգտոնի բանակցություններին զուգահեռ Փարիզը վաղը զինվորականների հավաք է անցկացնելու Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը քննարկելու։ Ըստ Associated Press-ի հավաքին կմասնակցեն 30-ից ավելի երկրներ, որոնք հիմնականում մեկ հարցի պետք է պատասխանեն. խաղաղության դեպքում իրենք դրան կոնկրետ ինչով կարող են նպաստել։ Հանդիպման հրավերը ընդունել են ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները, բացի Միացյալ Նահանգներից, Խորվաթիայից ու Մոնտենեգրոյից։ Շաբաթների հետաքննությունից հետո Միացյալ Նահանգները չեղարկում է USAID-ի զարգացման գործակալության ծրագրերի 83%-ը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ արդեն լուծարված 5200 պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ Վաշինգտոնի։
Հայաստան վերադառնանք ռեպորտաժ Վանաձորից Եվրամիությունը 3 տարի առաջ 4 միլիոն եվրո է տրամադրել համայնքապետարանին նոր էկոլոգիապես մաքուր տրանսպորտ ունենալու աղբի վերամշակման հոսքագծեր ստեղծելու համար գումարը ծախսվել է, արդյունքները դեռ չեն երևում։ Վանաձորի ավականու երկար սպասված նիստում, որի միջոցով պետք է Վանաձորն ու Գյումրին ի վերջո 10 էլեկտրական ավտոբուսներն ու Եվրամիության մյուս թանկարժեք նվերները շահագործելու իրավունք ստանային, այդպես էլ անդրադարձ չեղավ պլաստիկի վերամշակման հոսքագծերին։ Դրանք ևս դեռ 1 տարի առաջ գնվել, բայց շահագործման վայր չեն տեղափոխվել։ Այս պլաստիկը աղացված է այս աղացով։ Ազատությունը հետաքննել ու պարզել էր, որ Գյումրիում գործող Քարհատ ընկերության արտադրած ավելի քան 230,000 եվրո արժողության 2 հոսքագծերից մեկը այդպես էլ Քարհատի արտադրամասից չի տեղափոխվել, մյուսը Վանաձոր է հասել ու դարձյալ պահեստավորվել։ Հա, այսքանն է, ուղղակի հա փորձարկել ենք ու վերջ։ Արտադրություն չկա տալիս։ Վանաձորն է տեղափոխվել է Վանաձոր, հա Գյումրին մնացել է այստեղ Գյումրի։ Եվրամիության Դաշինգ հանուն կայուն եւ կանաչ կառավարման ծրագիրն իր գովազդներում նշել է, թե Վանաձորում ու Գյումրիում այս հոսքագծերից յուրաքանչյուրը պլաստիկից ու ավազից կարող է օրական արտադրել 1 տոննայից ավել շինարարական սալիկ։ Դրանք կհերիքեին երկու քաղաքների ամբողջ մայթերը սալիկապատելու համար։ Ծրագրի պատասխանատուները հպարտանում էին ծախսը քիչ, արտադրանքը որակով։ Ինչու դեռ 8 ամիս առաջ գովազդված հոսքագծերը չեն շահագործվում։ Ազատությունը գրավոր հարցումներ էր ուղարկել Վանաձորի ու Գյումրիի համայնքապետարաններ։ Գյումրիից պատասխանել էին, թե իրենք չեն գնումների գործընթացի պատվիրատուն ու խնդրել այս հարցերի գծով դիմել համապատասխան ծրագրի ներկայացուցիչներին։ Վանաձորի քաղաքապետարանից գրավոր հորդորել էին մի քիչ սպասել, մինչև ավականու նիստ։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը կոշտ կենցաղային թափոնների վերամշակումը ներկա պահին իրականացման փուլում է։ Ձեռք է բերվել հոսքագիծ, որի շահագործման հարցը կներկայացվի ավականու առաջիկա նիստում։ Մինչդեռ նիստն անցած շաբաթ կայացավ, բայց այս հոսքագծերի հարցն այդպես էլ օրակարգ չմտավ։ Պարզվում է, դեռ անցած տարվա մայիսին էր ավականին ընդունել վերամշակման հոսքագծերն ու Գյումրիի բաժինը նվիրաբերել գործընկեր համայնքին։ Ինչու է համայնքապետարանը թաքցրել այս տեղեկությունը, ինչու հոսքագծերն արտադրած Քարհատ ընկերությունն էլ, Գյումրիի քաղաքապետարանն էլ որևէ լուր չունեին օրական 1 տոննա սալիկ արտադրելու հնարավորությամբ հոսքագծերի ճակատագրի մասին։ Այն դեպքում, երբ դրանցից մեկն արդեն նվիրաբերված էր համայնքին ու լիարժեք շահագործելու հնարավորություն են ունեցել։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը դժգոհեց Եվրամիության ծրագրին վերաբերող Ազատության այս հարցերից։ Բա ինչու է, քան մի տարուց ավել փաստորեն կանգնած է պարոն Փելեշյանը, ինչու՞ Կարինե ջան, ի՞նչն է ձեր խնդիրը։ Մի հատ պարզ ասեք, ես ձեզ պարզ բացատրեմ։ Մենք ուրախացանք, չէ՞։ Ուրախացաք, բա վերել են, որ շահագործենք, բա ինչու է, սա ժամանակ ի՞նչն է խնդիրը։ Կարինե ջան, խոդա մի օրվա, ի՞նչ է, դուք մտածում եք դա մի օրվա գործ է։ Պրոցեսները ընթանում, այսա կաշխատի։ Թե ինչ գործընթաց է գնում պլաստիկի վերամշակման հոսքագծերը գործարկելու ուղղությամբ հայտնի չէ, թե Վանաձորի ու թե Գյումրիի բաժին հոսքագծերը դեռևս պահեստավորված են։ Պարզ չէ նաև դրանք նախատեսված հզորությամբ են արտադրվել, թե ոչ։ Գովազդներում ասվել էր, որ եվրոպական ստանդարտներ ունեն ու որ տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծվեն երկու քաղաքներում։ Ֆուտբոլասերները մտավախություն ունեն, որ բողոքի ցույցերի պատճառով ֆեդերացիան որոշել է պատժել իրենց, թույլ չտալով մասնակցել Վրաստանի հետ առաջիկա խաղին։ Համենայն դեպս հանդիպմանը հաշված օրեր են մնացել, իսկ տոմսերի վաճառքը դեռ սկսված չէ, այնինչ ավելի ուշ Թբիլիսիում կայանալիք պատասխան խաղի տոմսերը վաղուց սպառված են։ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումից 10 օր առաջ տոմսերի վաճառքն առայժմ չի մեկնարկել։ Ազգային հավաքականի ֆան շարժումները մտավախություն ունեն, որ սկզբունքային դիմակայության ընդառաջ իրենց չեն տրամադրի ավանդաբար հատկացվող տեղերը։ Արդեն մի քանի ամիս ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող ֆան շարժումները Fafno ու Red Eagles-ն հազանգում են, տոմսերի հարցով հստակություն առայժմ չկա։ Ազգային հավաքականի տնային հանդիպումներում Fafն արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածն է զբաղեցնում, Red Eagles-ը հարավայնում է տեղավորվում։ Ի տարբերություն մարզադաշտ այցելող մյուս ֆուտբոլասերների ֆան շարժումներն ավելի կազմակերպված են երկրպագում։ Բացականչությունները, երգերը նախապես մշակվում են ու հանդիպումների ամբողջ ընթացքում չեն լռում։ Հայաստանում UEFA-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը, որը Faf-ի անդամների հետ մշտական կապի մեջ է, բացատրում է, թե ինչպես է սովորաբար տեղի ունենում այս գործընթացը։ Տոմսերը այնպես չէ, որ ուղղակի նվեր են տրվում ֆան շարժումներին, այլ որոշակի զեղչով վաճառվել են եւ առանձին ձևով են վաճառվել, այսինքն
իրեն բաց վաճառք որպես այդպեսին չի կազմակերպվել եւ կայքում անհասանելի են այդ տեղերը եղել այլ ֆուտբոլասերների համար։ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Վրաստանի ընտրանում կընդունի մարտի 20-ին։ 3 օր անց թիմերն արդեն Թբիլիսիում ուժերը կչափեն։ Կովկասյան դերբիի նժարին այս մրցաշարի B դիվիզիոնի ուղեգիրն է։ Երկու խաղերի արդյունքում հաղթողը հաջորդ մրցաշրջանը կարգով ավելի բարձր B դիվիզիոնում կսկսի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տոմսերի վաճառքի փոխարեն պարզապես գրված էր շուտով։ Այնինչ վերջին շրջանում ազգային թիմի հանդիպումների տոմսերը ավելի վաղ էին հանվում վաճառքի։ Անցած սեպտեմբերին կայացած Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել հուլիսին։ Դեռ չկա անգամ ինֆորմացիա, թե երբ է նախատեսվում սկսել տոմսերի վաճառքը, ինչը իրենից ենթադրում է, որ ինչ-որ process է գնում այս մասով, դեռ չեն կարողանում որոշում կայացնել, թե ինչ պետք է արվի, երկրպագուների ավանդական տեղերը արդյոք տրվելու են երկրպագուներին, բացվելու է երկրպագուների համար վաճառքը, թե ոչ։ Արդյոք տոմսերի վաճառքի ուշացումը կապ ունի վերջին շրջանում ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի երկրպագուների պահանջի հետ։ Այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց։ Ազատությանն ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց նրանց հետ կապ հաստատել։ Իսկ Թբիլիսիում մարտի 23-ին կայանալիք պատասխան հանդիպման տոմսերի վաճառքը ոչ միայն սկսվել է, այլև արդեն ամբողջությամբ սպառվել, sold out։ Վրաստանից եկող ինֆորմացիան այնպեսին է, որ Հայաստանում տեղի ունենալիք խաղի ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տոմս արդեն տրվել է վրացական կողմին եւ նաեւ հյուրերի սեկցիայի կողքին գտնվող մոտ 1500 տեղ է տրվել վրացիներին։ Այս ինֆորմացիան պաշտոնապես ոչ մի տեղ դեռ հաստատված չի, բայց անընդհատ այս ինֆորմացիաները գալիս են եւ կարծես թե հերքում էլ չունենք, պետք է որ դա համապատասխանի իրականությանը։ Երկրպագուներն անհանգիստ են, եթե ֆանշարժումների ավանդական տեղերը չհատկացվեն, գուցե ստացվի այնպես, որ Երևանում ավելի շատ վրացի երկրպագուների ձայները լսվեն։ Նրանց թիվը կարող է զգալի լինել։ Տարիներ առաջ ակումբային ֆուտբոլում մի այսպիսի աղմկոտ դեպք եղել է, երբ կատալոնական Բարսելոնայի հարկի տակ Ֆրանկֆուրտի Այնտրախտի հետ կայացած հանդիպմանը գերմանացի երկրպագուների ձայներ գերիշխում։ Ֆանշարժումների ու ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերությունները ամիսներ շարունակ լարված են։ Հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները հրաժարականի պահանջով փողոց դուրս եկան, հետո բողոքի ակցիաները մարզադաշտեր հասան։ Վերջին նման ակցիան ուղեկցվեց ոստիկանական ուժային գործողություններով։ Ցույցի մի շարք մասնակիցներ ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվեց։ Անցած նոյեմբերին հավաքականի վերջին տնային հանդիպմանն էլ ֆանշարժումները հեռացիր վանկարկումներով ակցիա իրականացրին։ Ֆեդերացիան վերջերս հիշեցրեց այս դեպքերն ու հայտարարեց, թե մեջբերեմ երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում UEFA-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը գտնվում է UEFA-ի հատուկ մոնիթորինգի տակ եւ եթե միջադեպը կրկնվի, մարզադաշտը կարող է որակազրկվել։ Օրվա մյուս լուրերը Ազատության էջերում սոցիալական ցանցերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։